Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է գտնվել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության արարողությանը։ Իլիա II-ը հուղարկավորվել է Սիոնի տաճարում համազգային սգո 5-րդ օրը։ Այդ ընթացքում երկրում չեղարկվել են բոլոր ժամանցային միջոցառումները։ Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին 93 տարեկանում բացված զանգվածային ներքին արյունահոսության հետևանքով։ Նա ղեկավարել է վրացական ուղղափառ եկեղեցին 49 տարի։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու հետ։ Նախագահն իր ցավակցություններն է հայտնել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին այցելության եւ կաթողիկոս պատրիարքի հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին եւ տարածաշրջանային իրողություններին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետի հետ։ Վիկտոր Օրբանը ցավակցել է Կոբախիձեին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի մահվան կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել նրան այդ ցավալի օրերին Բուդապեշտ այցելելու համար։ Վրաստանի կառավարության ղեկավարը Բուդապեշտում մասնակցել է պահպանողական քաղաքական գործողությունների խորհրդաժողովին։ Իր ելույթում Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին հավատարիմ է եվրոպական ինտեգրման ուղուն, սակայն դրան հետևում է արժանապատվորեն, լիակատար հարգանքով իր ժառանգության, հավատի, անկախության եւ ինքնիշխանության հանդեպ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Եվրոպան կվերականգնի իր ինքնիշխանությունը եւ քրիստոնեական ինքնությունն ու տնտեսական հզորությունը, նախքան Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, հայտարարել է Կոբախիձեն։ Նա հավելել է, որ նման իրավիճակում Հունգարիան տարբերվում է եվրոպական շատ երկրներից, որոնք իր խոսքով կորցրել են իրենց ինքնությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Հունգարիայում առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն առանց Բրյուսելի միջամտության։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Օրբանին Վրաստանին ցուցաբերած վճռական աջակցության համար։ Հունգարիայի վարչապետն էլ նշել է, որ վրացիներն այսօր Եվրոպայի ամենահամարձակ ազգն են։ Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից հետո Թուրքիայի նկատմամբ վստահությունը աճել է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Պարսից ծոցի երկրներում կարծում են, որ պատերազմը կարող է շարունակվել եւս 2-ից 3 շաբաթ։ Իհարկե, այստեղ որոշիչ կլինի ԱՄՆ դիրքորոշումը։ Իսրայելը կփորձի ազդել Միացյալ Նահանգների վրա եւ խոչընդոտել հրադադարի կամ մոտալուտ խաղաղության ձեռքբերումը։ Ավելի ու ավելի հաճախ են հնչում գնահատականներ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի սկզբնական դիրքորոշումների տարբերության մասին։ Դա կարող է հանգեցնել պատերազմի ձգձգմանը։ Ֆիդանը համոզմունք է հայտնել, որ ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում բանակցությունները քիչ հավանական են, սակայն նա հնարավոր է համարել կարճաժամկետ հրադադարի սցենարը, որին կհաջորդի պատերազմի վերսկսումը արդյունքի բացակայության դեպքում։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ պատերազմից հետո տարածաշրջանում կարող են փոխվել ուժերի հավասարակշռությունն ու անվտանգության վերաբերյալ մոտեցումները, ինչպես նաև կարող է մեծանալ Թուրքիայի դերը։ Ի սկզբանե մենք երկակի դիրքորոշում չէինք որդեգրել։ Բոլորը տեսնում են, որ մենք կողմերին բաց ներկայացնում ենք իրենց թույլ տված սխալները։ Ֆիդանը վերահաստատել է, որ Անկարան շարունակելու է օգտագործել բոլոր դիվանագիտական մեխանիզմները հակամարտության ընդլայնումը կանխելու եւ այն շուտապույտ ավարտելու համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ ԱՄՆ պաշտոնյաների հետ։ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության տվյալով զրույցների ընթացքում քննարկվել են պատերազմը դադարեցնելու քայլերը։ Middle East Eye պարբերականն էլ գրել է, որ Էր-Ռիադում մուսուլմանական երկրների գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի եւ Պակիստանի արտգործնախարարները բանակցություններ են վարել անվտանգության քառակողմ համաձայնագրի առաջմղման վերաբերյալ։ Անկարան դեռևս նախորդ տարվանից ձգտում է անվտանգության պայմանագիր կնքել Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ եւ այժմ փորձում է Եգիպտոսը ներառել այդ նախաձեռնության մեջ։
Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանը հանդիպել է Համաս խմբավորման քաղբյուրոյի պատվիրակության հետ։ Կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ փուլը։ Թուրքական կողմի տվյալով Համասի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Թուրքիային եւ անձամբ նախագահ Ռեջեփ Էրդողանին Գազայում խաղաղության հաստատման ուղղված ջանքերի համար։ Թուրքիան էլ վերահաստատել է դիվանագիտական գործողությունները շարունակելու մտադրությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Իսրայելի բանակը հայտնել է Իրանի ենթակառուցվածքներին լայնածավալ հարվածներ հասցնելու մասին։ Թիրախավորվել է Թեհրանը, հարձակման է ենթարկվել նաև 19 լրատվական գործակալությունը։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։ Ընդհանուր առմամբ պատերազմի ավելի քան 3 շաբաթվա ընթացքում Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1500-ը։ Թեհրանն էլ թիրախավորել է Իսրայելի կենտրոնական եւ հյուսիսային հատվածները։ Ավելի վաղ Իրանը հարվածներ էր հասցրել Իսրայելի Արադ եւ Դիմոնա քաղաքներին, որոնք գտնվում են Նիգևի միջուկային հետազոտությունների կենտրոնի մերձակայքում։ Հարվածներն իրականացվել են ի պատասխան Նաթանզի միջուկային օբյեկտի վրա հարձակման։ Իսրայելում վերջին 1 օրվա ընթացքում հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, ավելի քան 160-ը վիրավորվել։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 16-ին։ Հրթիռներ եւ անօդաչուներ են որսացել նաև Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում եւ Քուվեյթում։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին 2 օրերի ընթացքում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների լիակատար եւ անվերապահ դադարեցման շուրջ։ Ելնելով այդ խոր, մանրամասն եւ կառուցողական զրույցների բովանդակությունից եւ տոնայնությունից, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես պատերազմի նախարարությանը հանձնարարել եմ հետաձգել Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված ցանկացած ռազմական հարված հնգօրյա ժամկետով, կախված ընթացիկ հանդիպումների եւ քննարկումների հաջողությունից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար, սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի տարբեր էլեկտրակայաններ, սկսած ամենամեծից։ Իրանից էլ նշել էին երկրի նավթային եւ էներգետիկ օբյեկտներին հարվածների դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ին պատկանող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները թիրախ կդառնան, իսկ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի։ Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ։ Աբբաս Արաղչին եւ Կայա Կալասը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները եւ դրանց քաղաքական, հումանիտար եւ անվտանգային հետևանքները։ Կողմերն ընդգծել են տարածաշրջանում լարվածության սրման միտումը։ Արաղչին հեռախոսազրույց է ունեցել նաև Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսայիդիի հետ։ Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններն անվանել է անարդար ագրեսիա։ Կողմերը կարևորել են երկրների միջև խորհրդատվությունների եւ շփումների շարունակականությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին Պակիստանի օրվա կապակցությամբ։ Ալիևի խոսքով երկկողմ հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, հիմնված են ընդհանուր արժեքների վրա եւ բխում են երկու եղբայրական ժողովրդի կամքից։ Ադրբեջանա-պակիստանյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, նշել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանում Պակիստանի դեսպանն էլ Բաքվում Պակիստանի օրվան նվիրված միջոցառմանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Քաշմիրի հարցում Պակիստանին միջազգային բոլոր հարթակներում աջակցելու համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին եւ Կատարի փոխվարչապետ պաշտպանության նախարարին Կատարի պետության զինված ուժերի ուղղաթիռի վթարի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են Թուրքիայի եւ Կատարի զինված ուժերի զինծառայողներ։ Ուղղաթիռն ուսումնական թռիչքեր իրականացնում Կատար-Թուրքիա միացյալ ուժերի հրամանատարության շրջանակներում։ Այն վթարի էր ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով։ Բարթուի Հարությունյան, հարևաններ։